Սուրբ Բարսեղ Կեսարացի Աղոթել սկսելով թող անձդ, կնոջդ ու որդիներիդ, թող երկիրը, բարձրացի երկնքից էլ վեր, թող երևացող ու աներևույթ ամեն արարած և սկսիր փարաբանել ամենքի արարչին։ Եվ երբ անզբաղ մտքով փարաբանես նրան, Սուրբ գրքից ընտրիր ասելով. «Օժտում եմ քեզ Տեր, համբերող և անոխակալ, որ միշտ ներողամիտ ես ինձ հանցավորիս նկատմամբ, և տուր մեզ բոլորիս ապաշխարելու կարողություն, քանզի լսում և անսալով ներում ես մեզ, որպեսզի փարաբանենք քեզ, որ տնօրինում ես մեր ազգի փրկությունը»։ Իսկ երբ Սուրբ գրքից ըստ կարողության փարաբանես և գովեստ մատուցես Աստծուն, այժմ սկսիր խոնարհությամբ և ասա. «Ես արժանի չեմ քո առջև բարբառելու Տեր, քանզի հույժ մեղավոր եմ»։ Թեպետ անձիդ ապիրատության մասին ոչինչ չգիտես, սակայն այդպես պետք է ասես, քանզի ոչ ոք անմեղ չէ, այլ միայն Աստված, քանզի բազում անգամ մեղանչելով շատ բան չենք ըմբռնում, որի մասին առաքյալն ասում է. «Ինքս ինձ չգիտեմ, սակայն սրանով չեմ արդարանում», այսինքն բազում անգամ մեղանչում եմ և չեմ ըմբռնում։ Այս մասին մարգարեն ասում է. «Չիմացավ իր հանցանքները»։ Եթե չես ասում, թե մեղավոր եմ, ուրեմն չես ատում անձդ, քանզի հենց միայն մեղավոր չեմ ասելով մեղանչում ես։ Բայց մանավանդ ասա, թե մեղավորներից էլ ավելի հանցավոր եմ Աստծո պատվիրանների հանդեպ։ Այսպես է պետք խորհել ամեն ժամ և ասել, թե անպիտան եմ, նաև միմյանց խոնարհությամբ ավելի մեծարել, քան սեփական անձերը։ Այսուհետև երկյուղով և խոնարհությամբ մոտեցիր Աստծուն, իսկ երբ մատուցես խոնարհության խոսքը, ասա. «Գոհանում եմ քեզանից Տեր, քանզի համբերությամբ ներեցիր ինձ և ծայրմ առանց տանջանքների պահեցիր, քանզի Տեր ես արժանի էի մեծ պատուհաս կրելու և քո կողմից արհամարհվելու։ Իսկ քո անոխակալ մարդասիրությունը ներողամիտ գտնվեց իմ հանդեպ։ Գոհանում եմ քեզանից, թեպետ և արժանի չեմ ներողամտությանդ գովությանը»։ Եվ երբ երկուսն էլ փարաբանությունն ու խոնարհությունը կատարես, այժմ խնդրիր այն, ինչ որ պետք է խնդրեիր։